Շատ քրիստոնյաներ հենց հիմա իրենց կյանքի խաչմերուկում են։ Այլ կերպ ասած պիտի կայացնեն որոշումներ, որոնք ազդեցություն կունենան իրենց կյանքերի վրա։ Մի խաչմերուկում են, որտեղ պետք է որոշեն, թե արդյոք ամբողջովին նվիրվելու են Աստծո կամքին անկախ այն բանից, թե նա ինչ կասի, որ անեն։ Այն հավատացյալները, որոնք կանգնած են խաչմերուկում, ունեն սեփական ծրագրերին ու ցանկություններին հետևելու ընտրություն։ Այդ արահետը գուցե լայն, պայծառ եւ ուղիղ է թվում, այնքանով որքանով նրանց աչքերը կարող են տեսնել, սակայն եթե շարունակեն հենվել սեփական հասկացողության վրա եւ չհնազանդվեն Աստծուն, ապա այդ ուղիղ ու լայն ճանապարհն ի վերջո կտանի նրանց դեպի խավար։ Այլ կերպ ասած, այն հավատացյալները, որոնք չեն ընտրում Աստծո կատարյալ կամքը, կհանդիպեն այնպիսի փորձությունների, որոնք Աստված երբեք չէր նախատեսել նրանց համար։ Մյուս կողմից, հնազանդ հավատացյալների համար Աստծո պատրաստած արահետը գուցե լինի նեղ, անցնի սարերով եւ խոր ձորերով։ Այն գուցե ունենա թեքություններ եւ ոլորաններ, որոնք երբեմն աղոտացնում են տեսարանը։ Այն հավատացյալները, որոնք գնում են Աստծո ճանապարհով, միշտ չէ որ կկարողանան տեսնել արահետի վերջը, քանի որ Աստծուն հետևելը հավատքի եւ հնազանդության քայլ առ քայլ ընթացք է։ Սակայն ի հեճուկս այն դժվարությունների, որոնք կան հնազանդության արահետին, Տիրոջ մեջ այնպիսի մեծ ապագա է սպասում նրանց, ովքեր ընտրել են գնալ Աստծո ճանապարհներով։ Գուցե ասեք, որ չեք կարծում, թե ուզում եք գնալ նեղ ու ոլորուն արահետով առանց տեսնելու, թե ինչ կա առջևում։ Չգիտեք, թե այն ուր է տանում։ Իսկ մյուս արահետը լայն եւ ուղիղ փռված է ձեր առջև։ Եթե գնաք Աստծո ընտրած նեղ ճանապարհով, չեք տեսնի, թե սարերից այն կողմ ինչ կա։ Հնազանդության այդ ճանապարհը խորթուբորտ եւ դժվար է երևում։ Սակայն եթե ցանկանում եք հետևել ձեզ համար Աստծո ծրագրին, ապա պետք է ընտրեք հնազանդության ճանապարհը։ Եվ եթե ընտրեք նրան հնազանդվելը, ապա նա կտա ձեզ ուժ ու կարողություն մագլցելու այն սարերը, որոնք հենց հիմա ձեր առջևում են, ինչպես նաև այն սարերը, որոնք դուք դեռևս չեք տեսնում։ Ձեր արահետն ավելի ու ավելի կլուսավորվի, եւ ձեր հնազանդությունը ազդեցություն կթողնի շատերի վրա ուղղելով նրանց դեպի Հիսուսը։ Հնազանդության ճանապարհին Աստված հայտնում է իր փառքը, եւ ձեր ուժն օրեցօր նորոգվում է։ Իսկ երբ ավարտեք ձեր ընթացքն ու երես առ երես հանդիպեք Հիսուսին, այնքան ուրախ կլինեք, որ հնազանդվել եք Աստծուն։ Մեզնից յուրաքանչյուրը կյանքում շատ խաչմերուկների կհանդիպի։ Որոշ խաչմերուկներ ավելի վճռորոշ կլինեն, քան մյուսները։ Եվ յուրաքանչյուր խաչմերուկում մենք պետք է նորոգենք մեր նվիրումը կատարելու Աստծո կամքը, եւ ոչ թե մերը։ Ահա թե ինչու է անհրաժեշտ նորից ու նորից անել նվիրման աղոթքը Տիրոջ հետ մեր ընթացքի մեջ եւ նվիրվել Աստծուն ու նրա խոսքին ամբողջական հնազանդությանը։ Ամբողջությամբ նվիրվեք Տիրոջը։ Հակառակ նրան, որ ձեր մարդկային միտքը ցանկանում է հետևել սեփական ծրագրերին ու ցանկություններին, ձեզ մեռած համարեք մարմնական հակումների համար։ Եվ թեև ձեր ցանկությանն ու ծրագրերին ոչ ասելը երբեմն կարող է դժվար թվալ, հնազանդության վերջնական արդյունքից ձեր հոգին կցնծա։ Դուք հաջողակ կլինեք ձեր ճանապարհին, եւ ավելի մեծ բավականություն կստանաք, քան ձեր մարդկային միտքը կարող է պատկերացնել։ Մարդկային բնությամբ առաջնորդված եւ Աստծո կատարյալ ծրագրի համաձայն ապրած կյանքերի միջև համեմատության եզր անգամ չկա։ Սրտանց աղոթեք Աստծուն նվիրման այս աղոթքը. Տեր, գալիս եմ քո առջև, թող քո կամքը լինի իմ կյանքում, թող որ ես երբեք չմոռանամ, որ ամբողջ էությունս քեզ եմ հանձնել։ Ես ընծայվում եմ լինելու այն մեկը, որին դու կարող ես օգտագործել նվիրված եւ զատված քո նպատակների համար։ Ես կվճարեմ իմ մարմնական բնությունը մերժելու գինը։ Եթե դու ինձ գիշերը կանչես, ես ծնկի կգամ ու կաղոթեմ։ Եթե երբևիցե նկատված չլինեմ մարդկանց կողմից եւ միշտ աշխատեմ ետնաբեմում, միևնույնն է, հավատարիմ կմնամ։ Մի կողմ եմ դնում բոլոր անձնական հավակնությունները։ Ես կլինեմ մեկը, ով կքայլի հոգու եւ քո կատարյալ կամքի մեջ։ Հիսուսի անունով թող քո կամքը թաչված լինի իմ սրտի, կյանքի ու ծառայության մեջ։ Հեշտ է ասել այս բառերը եւ կյանքդ նվիրել Տիրոջը, երբ ուրիշ հավատացյալների հետ Սուրբ Հոգու շոշափելի ներկայության մեջ երկրպագում ես Տիրոջը, սակայն անհրաժեշտ է ամուր բռնվել այդ նվիրումից դժվարության եւ փորձության ժամանակ, երբ հանգամանքները ձեզ այս ու այն կողմ են նետում։ Հարկավոր է պահպանել մտքի, կամքի եւ նպատակի նույն հաստատակամությունը եւ վստահաբար ասել, որ դուք կքայլեք Տիրոջ հետ եւ թույլ կտաք, որ նա իրականացնի իր նպատակն ձեր կյանքի համար։ Դժվարության մեջ նվիրումը պահելով դուք կառնեք հնազանդության, նվիրման եւ հավատքի մեծ դասը։ Ամեն օր շարունակելով հնազանդվել Աստծուն եւ վազելով այն ասպարեզը, որ նա դրել է ձեր առջև, շատերի համար օրհնություն կլինեք։ Եվ Աստված կառաջնորդի ձեզ լայն ու բաց տարածք, որտեղ առատություն կա ձեր կյանքի բոլոր բնագավառների համար։